Ձմեռ պապին հասցեագրված բազմաթիվ նամակներ հասել էին Երևանի քաղաքապետարան։ Ամանորի նախօրեին երևանաբնակ 50-ից ավելի փոքրիկներ նվերների նամակում նշած նստացան Ձմեռ պապից։ Իդեպ Ձմեռ պապը նաև նամակներ վերադարձնում, որ փոքրիկները պահեն ու հիշեն, այս նամակում խնդրած նվերն ստացել են։ Նամակներն այս տարի 3 տասնյակ էին, անցյալ տարի օրինակ 10 նամակ էր ուղղվել քաղաքապետարան։ Անշուշտ նորություն չէին մեզ համար Ձմեռ պապիկին ուղղված նամակները, քանի որ եւ 2012 թվականին եւ արդեն 2013 թվականին մենք ստացել էինք նամակներ, այդ նամակների մասին զեկուցվել էր Երևանի քաղաքապետ Մարգարյանին եւ փոխադարձ հանձնարարական եղավ, որպեսզի այդ բոլոր մանուկների երազանքները եւ ցանկությունները իրականացվեն։ Շատ երեխաներ նամակներում գրել էին նաև իրենց քույրիկների ու եղբայրների խնդրանքը Ձմեռ պապին, ում այցը եղավ նաև, որ անակնկալ էր ոչ միայն փոքրիկների, այլ անգամ մայրիկի համար։ Գրել է, որ գոհարիկն է, տիկնիկ աուզե, մեծ տիկնիկ ինքն էլ, փոքր եղբայրներս, փոքր ավտո, Արենն իրեն ինչ է ուզել, չարապահել, բայց մի նեղացիր, իրան էլ նվեր բեր, վերտալյոտ, ինձ է գրել են։ Չենք սպասում, որ քաղաքապետարան պետք է հասներ նամակները, քաղաքապետի շնորհիվ երեխաներին սենց տոն պարգևեցիք, շատ շնորհակալ ենք։ Նամակները համակարգվել են քաղաքապետարանում, այստեղ լավ գիտեն, թե երևանցի փոքրիկները ինչ են խնդրում Ձմեռ պապից։ Շատ տիկնիկներ, աղջիկների համար ռոբոտներ, մեքենաներ տղաների համար, սահնակներ, կային նաև դպրոցական տարիքի երեխաների նամակներ, ովքեր որ iPad-ի կամ ժամանակակից մտածելակերպով պլանշետի նման ցանկություններ էին արտահայտել եւ քաղաքապետի ցանկությամբ այդ բոլոր նամակների երեխաների ցանկությունները իրականացվեցին, իհարկե հավանական ցանկությունները, քանի որ կային այնպիսի ցանկություններ, ինչպիսիք իսկական ձի կամ ցանկություններ իրականացնող տիկնիկ, որը մենք փոխարինեցինք փափուկ մեծ խաղալիք ձիով եւ բնականաբար մեծ տիկնիկով։ Խոզարքներն է։ Այսինչ գեղեցիկ գնաց կա։ Ահա, այս բոլորը քոնն է։ Այս երեխաները հավատում են ամանորյա հրաշքին։ Ինքն հավատալով եմ գրել ես այդ նամակը Ձմեռ պապին, որ կկատարի իմ ցանկությունը։